Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Մինասյան, ասում եք պոպուլիզմ չի, նախընտրական չի, խոսակցությունը տարեք պետական հովանավորչության, եւ այո, դուք բացեցիք նման խոսակցություն։ Չնայած ինձ սկզբում թվաց իսկապես կառուցողական բան եք ասում, պարոն Մինասյան, որովհետեւ այո, կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի իրագործելի լինի իրական կյանքում։ Ինչ վերաբերում է նախագծին, ինձ հետաքրքիր է, օրինակ, երբ մենք արտահայտություններ ենք անում, որ ողբերգական իրավիճակների եւ այլնի մասին, ես ինքս էլ պարոն Սարգսյան, դուք գիտեք, խաղաղամոլության դեմ պայքարի մասով իմ լուման ունեցել եմ, այս ընթացքում, բայց երբ նման արտահայտություններ ենք անում, մենք պետք է ունենանք վիճակագրություն։ Մենք ունենք վիճակագրություն, օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որ մասն է իրապես այդ ողբերգական վիճակում, չեմ ասում չկան, բայց մենք առանց այդ վիճակագրության արտահայտություն ենք անում, որից դուրս է գալիս, որ պետությունը թույլ է տվել մի բիզնես, որը որ 100 հազարավոր քաղաքացիներ տանում է ողբերգության։ Մենք պիտի նախ որոշենք, եթե պետությունը սրան վերաբերում է որպես բիզնեսի եւ ինչու՞ չէ, այո, պիտի կարգավորենք, որպեսզի չլինեն ողբերգական դեպքեր եւ հնարավորինս նվազեն, բայց խոսակցությունը մի քիչ բալանսի մեջ պիտի լինի։ Երբ խոսում ենք կենսաթոշակառուներից, նպաստառուների մասին կմտածեմ կարող է եւ այո, նպաստը չպիտի գնա, բայց կենսաթոշակառուն դա մարդու վաստակած գումարն է, դա օգնություն չի, որ ինքը չկարողանա որոշի որտեղ ծախսի։ Այստեղ մի քիչ ես բան եմ տեսնում, հակասություն եմ տեսնում իրավիճակի հետ եւ շատ կարեւոր է հասկանալ այդ վիճակագրությունը աճող, օրինակ խաղադրույքների վիճակագրությունը աճող վերաբերելի է ռեզիդենտներին, թե ոչ ռեզիդենտներին, որովհետեւ ի վերջո դրանք on-line կազինոներ են։ Ես կարծում եմ ըստեղ էլ է մեզ վիճակագրություն, պետք հասկանալու համար ովքեր են, արդյոք դրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ամբողջությամբ, թե դրա մեջ կա ինչ-որ կշիռ եւ կարծում եմ մասնավոր հատվածը պիտի օգնի մեզ այս հարցում, մենք էլ հասկանանք իրավիճակը։ Նաև մի բան էլ ես ուզում եի հարց տալ, հարցս հետեւյալն է, օրինակ եկամտահարկի վերադարձից օգտվող քաղաքացին ֆուտբոլի առաջնության ժամանակ ես ինքս եկամտահարկի վերադարձից օգտվող քաղաքացի եմ, օրինակ կարող եմ խաղադրույք կատարել, թե եթե ես օգտվում եմ դրանից, ապա վերջ իմ բաները պետք է փակ լինեն, ես իրավունք չունեմ, ենթանենք իմ այսպես ասած ինձ համար որպես զվարճանք ես ինքս խաղամոլ չեմ, չունեմ էլ օգտահաշիվ, բայց հետաքրքիր է իրավիճակը, որը նկարագրում ենք, որքանով է համապատասխանում մեր իրականությանը։ Իդեպ մի բան էլ ասեմ, այս նախագծի նմանատիպը մի հատ ես շրջանառել էի մեր խմբակցության պատգամավորների շրջան, չգիտեմ, զարմացա որ չեք նկատել, պարոն Սարգսյան, եւ այնտեղ այս վարկավորման մասով մի բան կար, որը որ քննարկել ենք նաեւ կենտրոնական բանկի գործընկերների հետ, եւ առաջարկս հետեւյալն էր, ուղղակի սպառողական վարկերի մասով առնվազն ինչ որ ժամկետ սահմանափակել են մարդուն, այսինքն այն ով որ իսկապես մոլուցք ունի խաղամոլա, ով ուզում է արագ վարկը վերցնի եւ դա տանի խաղալու, եթե դու ժամկետ տնես, որ ինքը ինչ որ ժամանակ այդ սպառողական վարկը չի կարող ուղղել խաղադրույքի, այդ ժամանակ դու համարդուն ընդհանուր առմամբ չես սահմանափակի, այսինքն մարդը կարող է ուղղակի սպառողական վարկա վերցնում, հա, եւ նաեւ խաղալու է։ Համ այդ չես խրախուսի, այսպես ասած, այդ պահի բանը։ Խնդրում եմ հարցերից պատասխանել, շնորհակալություն։ Տիկին Վարդանյան, երբ ասում եք, որ 100 հազարավոր քաղաքացիներ այս չարիքի մեջ են գտնվում, ես թվերի վրա հիմնված եմ դա ասում, երբ որ նայում ենք մենք խաղադրույքների ծավալը 7.4 տրիլիոնն է, ես նաև նայել եմ, թե ինչքան է եղել քեշինը, այսինքն այդ 7.4 տրիլիոնի ինչի արդյունքում է դարել 7.4, ու տեսնում ենք, որ մոտավորապես 1 տրիլիոն գումար է մուտք եղել խաղային հաշիվներին։ Դա խաղադրույքների արդյունքում աճել է դարել է 7, բայց իրականում որ քաղաքացիները կանխիկ ասած նաև անկանխիկը, բայց նկատի ունեմ գումարը մուտք են արել իրենց խաղային հաշիվները, դա մոտավորապես 1 տրիլիոն դրամի մասին է խոսքը։ Ու երբ որ 1 տրիլիոնը բաժանում ես մեր ժողովրդի վրա, այո, դա տարածվում է 100 հազարավոր քաղաքացիների վրա, ու նաև ես սոցիալական հարթակներում կամ հանդիպումների ընթացքում շփվելով քաղաքացիների հետ, ինձ հազարավոր բարի բուն իմաստով, հազարավոր նամակներ եմ ստանում, որտեղ մարդիկ բողոքում են այս աղետից եւ իրականում տարված լինելով խաղամոլությամբ, խնդրում են, որպեսզի մենք
միջոցներ ձեռնարկենք, որպեսզի իրենք չխաղան։ Այսինքն իրենք գիտակցում են, որ իրենք այդ մոլուցքի մեջ են, ցանկանում են արգելափակվել։ Իսկ բազմաթիվ քաղաքացիներ ուղարկում են իրենց նամակագրությունները այս կազինոների հետ, որտեղ խնդրում են, ասում են խնդրում ենք ինձ արգելափակեք ու պատասխանները շատ տարօրինակ պատասխաններ է գալիս, որ մարդկանց ասում են գնացեք դիմեք դատարան, բերեք դատարանի որոշում կամ բուժող բժշկի կողմից տեղեկանք եւ այլն եւ այլն։ Այսինքն քաղաքացիները իրականում խնդրում են, որպեսզի մենք սահմանափակենք ու իրենց տանք հնարավորություն, որ ուզում են չխաղան, կարողանան չխաղալ։ Ինչ վերաբերվում է սպառողական վարկի մասով, ես կառավարության առաջարկ ընդունել եմ ու հիմա այս պահին դա կհանենք կարգավորումներից, այսինքն սենց էր նշված այն անձանց համար արգելվում է խաղալ, ովքեր ունեն սպառողական վարկ եւ վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամտի 40%-ը, այստեղ բարդ հաշվարկել ինչ իմաստով, որ բացի անձի եկամուտների հայտարարագրից նաեւ կարիք էր առաջանալը, որպեսզի անձի վարկերի մասին տեղեկատվություն փոխանցել օպերատորին, գործընկերները խնդրել են, որ այս փուլում ձեռնպահ մնան ու այս կարգավորումը հանել եմ, այսինքն անկախ վարկի ծավալից մարդ կարա ինչքան ուզենա խաղա, այս մի կարգավորումը ես այս պահին հանել եմ, հետագայում կարա քննարկեք ու մտցնեք այդ կարգավորումը, մնացած հարցերի մասով չեմ եկամտահարկի վերադարձը Եկամտահարկի վերադարձը մարդկանց տրամադրվում է մի քանի նպատակներով։ Առաջին նպատակը, որը հայտարարված է, դա որպեսզի կառուցապատումը խրախուսվի եւ մեր բնակարանային ֆոնդը թարմացվի, եւ երկրորդը, որպեսզի մարդկանց աջակցություն տրամադրվի։ Սրա արդյունքում 50,000-ից ավել քաղաքացիներ վերցրել են եւ օգտվում են եկամտահարկի հետ վերադարձի իրավունքից։ Սա ինչ է նշանակում, որ անձը, օրինակ, եթե падգամավորը օգտվում այս հնարավորությունից 2-3 միլիոն ինքը հետաստանում իր եկամտային հարկը եւ մարում է իր բնակարանի վարկի տոկոսը։ Ամսական ինչքան է օգտվում։ 200,000 լավ 2 միլիոն Այսինքն լավ տարեկան 2 միլիոն վերցնենք տարեկան 2 միլիոն տարեկանի մաս, տարեկան 2-3 միլիոն ինքը հետ աստանում իր եկամտային հարկը, այսինքն ինքը գտնվում է արտոնյալ կարգավիճակում ի տարբերություն մյուս հարկատուների։ Ու այս պետությունը անում է, որպեսզի ինքը իր բնակարանային ֆոնդի հարցը լուծի, թարմացնի իր բնակարանի ապահովման խնդիրը լուծի։ Սրա արդյունքում այս քաղաքացին ունենում է խնայողություն ու այդ խնայողությունը վատնում է։ Ստացվում է իրավիճակ, որ եթե պետությունը իր եկամտային հարկը հետ չվերադարձներ, եթե պետությունը այս մարդու վարկը չմուծի, վարկի տոկոսը չմուծի, ինքը պետքա իր այլ միջոցներով դա անի, սրա արդյունքում իր ֆինանսական միջոցները կպակասեն ու ավելի քիչ ինքը կխաղա։ Եթե պետությունը 2-3 միլիոն ինքը իրան փող է տալիս, որ ինքը իր տան վարկը մարի, սրա արդյունքում ինքը խնայողություն ունենում, դա չպիտի ուղի խաղային ոլորտին, թե չէ դա անուղղակի ստացվում է, որ պետությունը ֆինանսավորում է խաղային ոլորտին։ Այսինքն եթե դու ֆինանսավորում ես իրան, որ ինքը իր վարկը չմարի, ինքը իր այլ միջոցով է խաղում, դա ոչ այլ ինչա, քան ուղիղ ֆինանսավորում պետական բյուջեի միջոցներով, որպեսզի խաղային ոլորտը զարգանա, ինչը անթույլատրելի է, բայց տեղել ենք կոնսենսուս եկի կառավարության հետ, կառավարությունը առաջարկեց, խնդրեց, որպեսզի ես ընդունեմ, որ այս պահից սկսած տարածվի, այսինքն գործող այն անձինք, ովքեր այս պահին ունեն եկամտահարկի հետ վերադարձ, իրենց վրա չտարածվի։ Օրենքի ընդունումից հետո այն անձինք, ովքեր կցանկանան օգտվել եկամտահարկի հետ վերադարձից, պետք է որոշում կայացնեն։ Եթե դրանից օգտվում են, պիտի չխաղան, կամ եթե ցանկանում են խաղալ, թող չօգտվեն եկամտահարկի վերադարձից, ինչքան ուզում են խաղան։ Այսինքն իրանք պետական միջոց չներգրավեն, պետությունը իրանց վարկի տոկոսը չմարի, իրանք գնան խաղան։ Սրա մասին է խոսքը։ Եթե պետությունը պիտի իր վարկի տոկոսը մարի, ինքը գնա խաղա, պետությունը ավելի լավ է այդ գումարը ավելի նպատակային օգտագործի, ու սա շատ խելամիտ է ու մի հատ կարևոր սկզբունք կա։ Պետությունը չի կարող ու չպետք է անուղղակի կամ ուղղակի ֆինանսավորի խաղային ոլորտին։ Պարոն Սարգսյան, ընդհանուր առմամբ ես խաղամոլության դեմ պայքարի մասով որևէ բան չունեմ, էլի, դիմադրություն չունեմ, հակառակը միայն կողմ եմ դրան, բայց էլի հարգելի գործընկերներ, ես իմ մտահոգությունը բարձրաձայն եմ առ այն, որ մենք չունենք հստակ վիճակագրություն, որի հիման վրա կարող ենք կարգավորումներ
թիրախային կարգավորումները բանանել էլի մենք էլի գործ ունենք մի իրավիճակի հետ որտեղ չգիտենք ռեզիդենտների քանակ ոչ ռեզիդենտների քանակ խաղացողների անկեղծ այդպես է թե չէ դա մասնավորի բանում է տիրույթում է ըստիս եւ հետեւաբար կարծում եմ պետքա այս ուղղությամբ հույս ունեմ երբ օպերատորը կսկսի գործել այս ամենը կունենանք ինչ վերաբերում է եկամտահարկին ես ուրախ եմ որ կոնսենսուսային տարբերակ կա չնայած եթե իմ անձնական կարծիքը հարցնեք ես այս մասով անհամաձայնություն ունեմ որովհետեւ եկամտահարկի վերադարձը ես չեմ համարում որ եւ որևէ մեկի օրինակ եմ ասում ֆուտբոլի ժամանակ խաղադրականներ որովհետեւ եկեք ամեն ինչին չնայենք մի տեսանկյունից էլ որ երկու բան կա չէ մարդիկ ովքեր ուղղակի ժամանց է դա իրանց համար եւ զվարճանք եւ մարդիկ ովքեր հիվանդ են այդ ենթարենք դրանով նույն ձև ինչ նույնը կարող եմ համեմատել ասենք գինու հետ հա մարդկա դա խմում է մի բաժակ հաճույք է ստանում մարդկա ուղղակի հարբեցող է եւ վատ է դա հիվանդություն է հիմա ասածս այնա որ պետքա դա չի նշանակում չէ որ պիտի ասենք ով որ եկամտահարկի վերադարձից օգտվում է նա չի կարող խմել գինի մոտավորապես էլի ասածս էտա դրա համար ես խնդրում եմ բալանսավորել մեր մոտեցումները որպեսզի ամեն ինչ բան գնա էլի բալանսի մեջ լինի էս է ուզում ասել շնորհակալություն ամեն դեպքում լավ է որ կոնսենսուսային տարբերակ կա Այստեղ նպատակը շատ հստակ է մենք չենք ուզում որպեսզի պետական միջոցները անուղղակի գնան այս ոլորտի սնուցմանը ու մարդկանց ընտրությունն է դա այսինքն խաղալնել չխաղալնել նպաստից օգտվել կենսաթոշակ ստանալ կամ եկամտահարկի վերադարձ ստանալ իրանց ընտրությունն է իրանք կարող հրաժարվեն ու խաղան կամ կարող խաղան ու դրա արդյունքում զրկվեն դրանից կամ ուղղակի կարող չխաղան ու ստանան այդ բոլոր օգուտները, որը պետությունը նախատեսում է տարբեր սոցիալական կամ աջակցության ծրագրերով իրականում թվերը շատ հստակ են, որ մեր խաղադրույքների թիվը աճել է ես մի քանի հարցումներ եմ արել պետական եկամուտների կոմիտե, էկոնոմիկայի նախարարություն եւ ֆինանսների նախարարություն, որպեսզի հասկանամ թե ռեզիդենտները որքան են լիցքավորել իրենց խաղային հաշիվները եւ ոչ ռեզիդենտները ինչքան են լիցքավորել, այսինքն ինչքան հայկական բանկերով լիցքավորվել, ինչքան ոչ հայկական, նման տեղեկատվություն չի տրամադրվել, նշելով որ բացակայում է տեղեկատվությունը, բայց ես ուրիշ բան կարող եմ ասել, որ արտասահմանի համար այս կայքերը ունեն իրենց արտասահմանյան կայքերը, օրինակ նրանցից մեկը մի հատ ունի վերջում անունը չնշեմ շատ չնեղանան առանց էլ այդքան նեղացել են վերջում AM-ի փոխարեն կա նաև վերջում .com ունեն կայքը bet.am ունեն նույն կայքը bet.com-ով ու արտասահմանում bet.com-ն է աշխատում որովհետև Հայաստանում աշխատելու դեպքում լրացուցիչ հարկեր են առաջանում ի տարբերություն արտասահմանյան կայքի այսինքն ամեն խաղադրույքից իմ շնորհիվ եռապատկվել է բանը турքը եւ ամեն խաղադրույքից 0.35% լրացուցիչ турքա գալիս պետական բյուջե ու այս կայքերին ձեռնտու չի արտասահմանում Տիկին Վարդանյան այս կայքերին ձեռնտու չի արտասահմանում հայկական իրենց կայքերով այսինքն այս ընկերություններին ձեռնտու չի արտասահմանում հայկական կայքերով հանդերձ գալու մի քանի պատճառներով որ նախ երկրների մեծ մասը դա ուղղակի թույլ չեն տալիս արգելափակում են Եվ երկրորդ, որովհետև սրա արդյունքում ավել հարկեր են իրենք վճարում։ Այսինքն, եթե իրենց Կյուրասայոյի լիցենզիայով խաղադրույք է կատարվում, հարկ չեն տալիս, Հայաստանի լիցենզիայով խաղադրույք է կատարվում, հարկ են տալիս։ Դրա համար իրենք իրենց մարքեթինգ, իրենց քաղաքականությունը արտասահմանում տանում են այնպես, որպեսզի հայկական կայքերում չխաղան։ Իրենց մյուս կայքերում խաղան, որպեսզի իրենք ավելի շատ գումար վաստակեն, ավելի քիչ ծախսեր անեն իդեմս հարկերի։ Սրանով պայմանավորված կարող են նշել, որ այս թիվը մեծամասամբ հայկական բանկերի քարտերով է ու նաև իմ տեղեկատվությունը որ հայկական բանկերի քարտերով է լիցքավորել այս 1 տրիլիոնը դա հստակ է շնորհակալ